Տեղոչաղներ ջան, եկեք ավարտենք այս հրաշք թռչնիկաթի պատրաստումը։ Նախորդ հոլովակում պատրաստեցինք 11 բարակ ու հավասար սիրուն շերտեր։ Իսկ հիմա անցնենք կրեմի պատրաստմանը։ Ձուն շաքարավազը, օսլան կամ ալյուրը միասին կխառնենք, կավելացնենք բարակ շիթով տաք կաթ, կդնենք մարմանդ կրակին ու անդադար կխառնենք մինչ եռալը։ Եռալուց հետո կվերցնենք կրակից, կավելացնենք կարագը, կխառնենք, կփակենք սննդային թաղանթով ու կտեղափոխենք սառնարան։ Սառը սերուցքը վանիլինի ու խտացրած կաթի հետ կհարենք ցածր արագությամբ, հետո արդեն բարձր արագությամբ, մինչ լավ կպնդանա։ Հետո կավելացնենք եփովի մասան ամբողջությամբ սառած վիճակում ու կհարենք շատ ցածր արագությամբ։ Հիշեք, որ եփովի կրեմը ու սերուցքը պետք է լինեն նույն ջերմաստիճանի, երկուսն էլ շատ սառը վիճակում։ Բոլոր շերտերը կմիացնենք իրար կրեմով, յուրաքանչյուր շերտին մոտավորապես 3 ճաշի գդալ կրեմ։ Կրեմը քսելուց հետո 1 ժամ թողնում ենք սենյակային ջերմաստիճանում, հետո փակում սննդային թաղանթով ու դնում սառնարան 6-ից 8 ժամով։ Սա պարտադիր պայման է։ Որպեսզի ջնարակը գեղեցիկ տարածվի, թխվածքի վերջին շերտին պարտադիր քսում ենք կրեմ։ Սառնարանից հանելուց հետո պատում ենք ջնարակով արտաքին շերտը։ Ջնարակը պետք է լինի գոլ վիճակում։ Ջնարակի պատրաստման եղանակն ու մանրամասները կգտնենք նկարագրության բաժնում։ Ջնարակը պատելուց հետո բաց վիճակում դնում ենք սառնարան 2-ից 3 ժամով, որպեսզի ստանանք գեղեցիկ կտրված։ Իսկ յուրաքանչյուր կտրվածք անելուց առաջ դանակը պահում ենք տաք ջրի տակ, հետո սրբում սրբիչով և կտրում թխվածքը։